Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաչմերուկ podcast-ի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ է պատմաբան Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Անցնող շաբաթվա կտրվածքով բավական հետաքրքիր իրադարձություններ տեղ ունեցան թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, Հայաստանի շուրջ, եւ մենք այսօր դրանք կքննարկենք։ Նախ ասեմ, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական բռնաճնշումները իշխող ռեժիմի կողմից սեփական քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Մենք գիտենք, որ փոխվեց հիմնեմնի podcast-ի համաղինակ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը բանտային կալանքից դեպի տնային կալանքի, սակայն ցավոք նույնը տեղի չունեցավ հիմնեմնի podcast-ի մեկ այլ համահեղինակ քաղաքական բանտարկյալ Վազգեն Սահաթելյանի դեպքում եւ Վազգեն Սահաթելյանը ցավոք իր կալանքը շարունակում է բանտում։ Դե իշխանությունները անում են այնինչ անում են։ Իրենց ձեռքին կա իրավապահ ուժային կառույցները, դատախազություն, դատարաններ ամբողջովին իրենց ձեռքում է։ Իրենք են որոշելու ով է նստելու, ով ինչքան պիտի նստի, ինչքան դուրս գա։ Իրենք ասելով առարկայացնեն կոնկրետ մի մարդ։ Որտեվ ավտորիտար ռեժիմը աշնանաբար փորձ արվում վերածել տոտալիտար ռեժիմի, կստացվի թե չէ այլ բան է։ Իդեպ տոտալիտար ռեժիմները ավտորիտարով ինչով է տարբերվում։ Միակուսակցական է, մի գաղափարախոսություն է, բոլորը այդ դրոշի տակ են։ Այդ տոտալիտարիզմի սկզբունքն է, հա։ Ու ասենք տոտալիտար համակարգեր Հիտլերի Գերմանիան։ Չէ՞ մի գաղափարախոսություններ, մյուսները հետապնդվում են, չկար այլ գաղափարախոսություններ, բոլորը դրոշ է։ Տոտալիտարիզմի սկզբունքեր նաև Խորհրդային Միությունը։ Գոնե ինչ-որ շրջափուլ։ Հա, բայց տոտալիտարիզմը, այո։ Ավտորիտարիզմը իր մեջ չի ներառում պարտադիր մի գաղափարախոսության դոմինանտություն եւ այլակարծության զրոյական վիճակ եւ այլն։ Փաշինյանը բերվեց որպես ավտորիտարիզմի ներկայացուցիչ, որտեղ բոլորը իրեն են ուզում հիմնականում, հա, հետո ընտրություններում 18 դեկտեմբերին այդպես ջախջախիչ հաղթանակ տարավ, որը սկզբունքորեն իր գերեզմանափորը դարձավ։ Իդեպ այդ ջախջախիչ հաղթանակը իր գերեզմանափորն էր, որտեղ դրսի ուժերը հետո իրեն ասում են, տղա ջան, ասում են, դու նախկինների նման չես, տենց 45-55 հարաբերակցությամբ, որտեղ նախկինները այնքան խորագետ են, 3 նախագահներ են, կարողանում էին մանևրել այդ ընդդիմության բարձր տոկոսի հաշվին, որը որոշիչ չէր, բայց ֆորս մաժոր վիճակներում կամ ճակատագրական վիճակներում 3 նախագահներն էլ այդ իրավիճակը միշտ օգտագործել են, վստահաբար այդպես էլ եղել է։ Դրսի ճնշումները չեզոքացնելու ներսին այդ 30-40-45%-ով։ Այս խելոքը ոգևորված ասեց երկնքում Աստված, երկրի վրա բան, ես Նիկոլ Փաշինյանս, բան եւ այլն, Պապ Թագավորը հայ ժողովրդի ալֆան ու օմեգան ինձնից սկսել է, ինձնով շարունակվելու այդպես։ Հետո դեմ տվեցին, ասեն տղա ջան, սահմանադրական մեծամասնությունն է, չէ՞։ Դե ուրեմն կանասես, ինքը էլ մանևրելու ոչ մի տեղ չուներ։ Իրա փքված հնդու հավի հոգեվիճակն ու կարգավիճակը մեծ հաշվով իր համար բումերանգի էֆեկտ տվեց։ Հիմա եթե այսօրվա դրությամբ նայենք, ինքը փորձանում է, այսպես ասենք, հա, տոտալիտարիզմի էլեմենտներ մտցնել։ Օրինակ, իրական Հայաստանը փորձում է գաղափարախոսություն, չէ՞։ Մյուսները մեծ հաշվով վաղը ով որ ցեղասպանությունից խոսա, Արցախից խոսա, սիմվոլներ օգտագործի, իր տոտալիտարիզմի իրական Հայաստանի կտրվածքով դե հետապնդվի վստահաբար, բայց այդ չի լինելու, որտեղ իր գնացքը վաղուց անցել է։ Ընդ որում վաղուց անցել է իրողությունը, այսօր առավոտյան փաստեց իր զուգընկերը, ասեմ ձեզ։ Եվ տոտալիտարիզմը որպես միահեծան, միաբևեռ, մի գաղափարախոսություն, մի կուսակցություն, դրա դրոշի ներքո բոլորը այլակարծություն զրոյական առումով, այդ չի լինելու, բայց ինքը դրան էր ձգտում, հա, եթե ուշադրություն դարձեք։ Միանշանակ։ Դե հիմա ինքը նվազագույնը ավտորիտարիզմ ունի, դե ավտորիտարիզմով պիտի նստեն, ում է ինքը գտնում է պիտի նստեն։ Ես վերջերս կարդացի սոցիալական ցանցերում նաև մի անց միտիկին ինչ որ իր հասցեն ինչ որ բան են գրել Facebook-յան գրառման համար 55-ամյա կին էր ձերբակալվել, նաև 2 օր առաջ տեղեկություն տարածվեց, որ բլոգեր էին նույն հոդվածով ձերբակալել Հայկ Եղյան,
TikTok-ում ակտիվ օգտատեր, այսինքն մենք ֆիքսում ենք, որ ռեժիմը նաև նույն հոդվածով, ինչի հիման վրա ապօրինաբար կալանավորվել էին Նարեկը, Վազգենը եւ մյուսները, ինքը արդեն դա փորձ է անում տարածել ոչ միայն այն մարդկանց վրա, որոնք կշիռ ունեն, եւ քաղաքական հավակնություններ, որտեւ այս կամ այն ձևով փոխկապակցված են, այս կամ այն կուսակցության, համաձայն եք։ Այս կամ այն ձևով, ում մասին մենք խոսում ենք, բայց ես համակարծիք եմ, հիմա այս երկու անձին կուսակցությունները փոխկապակցված չեն։ Սովորական մարդիկ են։ Այսինքն ավտորիտարիզմի սկզբունքն է իրան պարտադրում։ Հիշում եք, որ ասում է այստեղ այս տաղավարից հեղինակությանը կպնել նույնա թե իշխանությանը կպնել, չէ՞։ Ինչ որ վիրավորական իբր արտահայտության համար են, չէ՞, փակել։ Այսինքն վիրավորական արտահայտությունը դա ինչա իշխանության հեղինակությունն է, իշխանության հեղինակությունը ավտորիտար ռեժիմներում պիտի բացարձակ լինի, չէ՞։ Կպտել պիտի չլինի մեղմ ասած։ Միանշանակ։ Դե հիմա ասեմ ձեզ, իսկ եթե վաղը չեմիսորը ստացվեց այնպես, որ ինքը վերարտադրվեց եւ ոնց կարծում եմ չէ, այսօրվա իր զուգընկերոջ հետ քայլը հենց դրա մասն է խոսում, ինքը չի վերարտադրվի իմ գնահատմամբ։ Օրինակ պատկերացեք, եթե վերարտադրվեց, ով ցեղասպանությունից խոսում է, ինքը սադրում է պետությունների միջև բախումներ, օրինակ Հայաստանի, Թուրքիայի, որը խիստ բարի դրացական է, դիվանագիտական հարաբերություններ ստեղծել, ով ցեղասպանությունից խոսեց, իրական Հայաստանի քարոզչությանը գաղափարախոսությունը դեմ եղավ, պիտի փակեն։ Այսա արդեն գալիս է այդ կեցվածքը, արդեն գալիս է ավտորիտարիզմից տոտալիտարիզմի։ Ձեր նշածի համատեքստում այդ խաղաղության համաձայնագիր, փաստաթղթի 8-րդ կետում կա հստակ գրված, որ կողմերը պարտավորվում են պայքարել անջատողականության, էքստրեմիզմի եւ սեպարատիզմի, այսինքն սա այդ հիմնավորումն է։ Այո, այդ կետերը հետո բացելու է իրավական առումով։ Օրինակ Արցախի հետ կապված կեցված, ցեղասպանության հետ կապված կեցված, մեր ռազմագերների հետ կապված կեցված, Լեռան հետ կապված, Արադ հետ, Լեռան, սիմվոլների, խորհրդանիշների եւ իհարկե այդ որ գրված է, դա գրված է ապագային բացելու համար։ Իսկ այդ թեմաներով խոսողը, կեցված դրսևորողը վաղ թե ուշ ինքը դառնալու է տոտալիտար համակարգի զո։ Պատկերացնում եք, չէ՞։ Հիմա իրենք գնում են դրան, իրենք պատրաստում են այդ։ Բայց այսօր առավոտյան մի իրադարձություն, այլ ճիշտ այսօր չէր, մի քանի օր առաջ էր զուգընկերը գրել, որ ինչ որ իրենց այդ կապը խզվում է եւ այլն, չգիտեմ այդ կապին ինչ էին ասում, քաղաքացիական միություն, ամուսնություն, հա, թե ամուսնություն չկա, ամուսնությունը Զաքսով է, պսակը եկեղեցով է, մնացածը հեքիաթների դաշտից։ Կարծում եմ շատ կարճ կարելի է անդրադառնալ այդ համատեքստում, որովհետեւ վստահաբար նաեւ իմ դիտարկմամբ իրենք փորձում են նաև դրանով քարոզչական օրակարգ ստեղծել։ Ինչ օրակարգ, օրինակ, չէ, հետաքրքիր է, էլի, այսինքն ինչ պետք է անեին, որ չեն անում, որ հիմա այդ թեմայով խոսեն։ Ասենք ինչ։ Ասենք խոսիր, մի խոսիր։ Մարդիկ դիմում են արտգործնախարար երեկումն է դիմել, որ երկրի, որ միությանը ինչ խմբեր ուղարկելու, ճիշտ է։ Եվրոմիության։ Եսը կես կատակ կես լուրջ ասի, թող Փաշինյանը, Արադ Միրզյանը, Արմեն Գրիգորյան անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականություն կատարողից դիմի դրան, ասինքն էլ արի առանց միջնորդի դու մի վեցի հետ, ինչպես ասում են, բանես, էլի, մեղր կարակային տրամադրությունների հարաբերությունների մեջ է։ Տիկին Մետրևելին խումբ ուղարկի, այլ ճիշտ 2 խումբ կա, 4-ն էլ ուղարկի։ Ես չեմ կարծում, որ Արադ Միրզյանի խորհրդով կամ ցանկությամբ են խումբ գալիս, ընդդեղից գալիս են, սրանց կարծիքը չեն էլ հարցնում, բայց ասում են դուք մի հատ ծղրտացեք, որովհետեւ դուք եք ուզում։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Ասում նրա համար, որ ինչ խնդիր կա, որ օրվա իշխանությունների վերարտադրության համար ինչ որ խոչընդոտ լինի, ինչ որ նոր օրակարգ մտցնեն, զուգընկերը գնում է, էլ իր հետ չի, այնտեղ եղած չեղածը կապել է եւ այլն։ Ես կարծում եմ շատ ավելի տրիվիալ է։ Պատկերացեք, հիմա սա Նիկոլի ինքը հակավարկանիշը բարձրացնում է այս քայլը։ Բա մարդը 3 ամիս հետո ինչի մեջ է։ Մեծ ճակատամարտի, որը ընտրություն է, չէ՞։ Բայց այդ ընտրության ժամանակ մեկ էլ կողակից է գնում, հա։ Չէ՞ զուտելը մարդկայինով բարոյականով նայ, ճիշտ է այդ։ Ճիշտ չի, չէ՞։ Այսինքն դրական չի գնահատում։ Սովորաբար այդ ծանր ժամանակ գնում է կոնսոլիդացիա, չէ՞։ Գալիս են կողքը կանգնում են, ասում են Իվանով էլ մենք քեզ օգնենք։ Հիմա եթե գնում է, խիա գնում, որ
իր Նիկոլի վարկանիշի խփում, այսինքն հակավարկանիշը բարձրանում է։ Ես կարծում եմ դա անլայն որոշումով չի եղել, է Նիկոլի որոշումով։ Ճամպրուկները կապելու ժամանակն է, պայստային օդանավական։ Ինչու մենք մտածում ենք այնպես չի, որ Նիկոլը 10-0 պարտվելու է ընտրություններին, չէ՞։ Գոնե իրավիճակը համարժեք գնա, բայց ինքը բանկա գիտի, որ մենք չգիտենք։ Ես կարծում եմ ինքը գիտի, որ կա աշխարհաքաղաքական որոշում, որ ինքը պետք է չվերարտադրի, եւ այդ որոշումը երկու պետությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում է ծնվել։ Խոսքս Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, ինքը պետք է չվերարտադրվի։ Դա համար արդեն ինչպես ասում են, ճամպրուկները կապելու ժամանակն է։ Եվ ձեր նշածի համատեքստում իրավի կա այնպիսի տպավորություն, որ գործող ռեժիմը չունի որևէ խնդիր վերարտադրվելու, հատկապես եթե հաշվի առնենք ընդդիմության որոշակիորեն պասիվ կեցվածքը, բայց կան անհանգստություններ, որոնք դրսևորվում են ոչ միայն ձեր նշած դեպքի իրողությամբ, այլև ռեժիմի ներկայացուցիչների շարունակաբար քարոզչական դաշտում այն թեզի կրկնությամբ, որ Գյումրի 2 չենք թողնելու, ըստ էության ամեն ինչ անելու ենք, որ իշխանություն չտանք։ Այսինքն ամեն ինչ, այսինքն օրենք ենք խախտելու, ինչ նշանակում Գյումրի 2 չենք թողնելու։ Հա, չի իսկապես մի պահ եթե մտածես։ Գյումրի 2-ում 3 ուժ միավորվեցին իրենց հավաքած ձայներով, իրենց մեջից ընտրեցին ամենաշատ ձայներ հավաքած ամեն։ Այսինքն ամեն դեպքում իրենք վախենում են ինչ-որ բանից։ Չէ, այդ ինչ-որ բանը այս պահին տեսականորեն է, համաձայն եք։ Որնա կարող ընտրությունների նախաշեմին թույլ չտա մոլդավական սցենարով մեր ձեով շարժումը, որը կուսակցությունն է գրանցվել, ինչ որ հիմնավորումներ, հիբրիդային պատերազմ, Ռուսաստան, կայսերական ցանկություններ, այլ երկրի շահեր, հա, ես այդպես ոտքի վրա նստած տեղով հիմնավորումներ եմ ասում, թե ինչ են հասելու։ Ու նույն ձևով իդեպ հենց այդ հիմնավորումներով Մոլդավիայում 2 օր առաջ երկու ընդդիմադիր ուժերից մեկին հանեցին, չէ՞, դրա պայքարից։ Կարող են մյուսներին ձերբակալել։ Իրենց ռեալ մրցակից առաջին, երկրորդ, երրորդ դեմքերին, այսօր մենք գիտենք ովքեր են, չէ՞, ուղղակի ձերբակալում է։ Եվ չէ, այսինքն ինչ խնդիր կա այդ։ Գյումրի 2-ը դες թույլ չի տա։ Դրա համար էլ այդ նամակը գրում են ու խումբ են խնդրում։ Այդ խմբերը ստեղ են վաղուց հարգելիս կապիկություն են անում։ Ես գոնե ով ես այդ ներքին շերտերը ես լավ գիտեմ, հիմա շատ փակակցեր չեմ։ Ֆունկցիան ո՞րն է։ Ում այդ խմբերի։ Այդ խմբերը այստեղ իրավիճակի վերահսկողություն են իրականացնում եւ խորհուրդներ են տալիս, հանձնարարականներ են տալիս, անհրաժեշտության դեպքում քարոզչական դաշտ։ Այո, անհրաժեշտության դեպքում նաեւ ռեսուրսներ ներգրավում, անհրաժեշտության դեպքում ոչ Փաշինյանի վերարտադրության միտված երկրների դիտորդների չեզոքացում։ Իդեպ որի վերաբերալ նաև իրավական հողել է, չէ՞, նախապատասխանում մենք գիտենք, որ այդ դիտորդական առաքելության։ Այո, այսինքն ընտրությունների ժամանակ, հա, չեզոքացում։ Իսկ ինչու, որտեվ գեղցիկների չափը կարող է ծավալները մեծ լինի, եւ բնականաբար, եթե այլ երկրներ ոչ թե Հայաստանի քաղաքացիներ դիտորդներն են դրա մասին բարձրաձայնում, այլ տարբեր պետություն, ասենք 5-10 պետության ներկայացուցիչ բարձրաձայնում, դա խնդրեմ է։ Այնպես չի, որ բան ամեն ինչ այդպես յուղած գնալու է։ Հիմա իրենք աշնանաբար անում են, այո, քարոզչական, ռեսուրսային, այն մարդիկ, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում ընտրությունների ժամանակ իշխանությունների համար, նրանց վրա աշխատել, նրանց հետ աշխատել, հատուկ ծառայությունների ես ձեռք տակ եղած նյութերով, գայթակղել, կաշառել, վախեցնել, աշխատանք է էլի։ Հիմա այդ խմբերը կան ստեղ, այն չի, որ ես ասենք ինչքանը որ գնահատում եմ, ասենք քարոզչական այն նարատիվները, որը որ իշխանություն բան անում, դա առանձնապես խելքը գլխին մարդին չկա, մեկ առ մեկ գիտենք։ Ով ինչ է շնչում, ինչ է արտաշնչում, դա մասնագետներն աշխատում։ Այդ թվում նաև եկեղեցու հետ կապված իդեպ ասեմ։ Հիմա ձև են անում, որ վաղը չեմ իսօրը մենք բացահայտենք, ասենք եվրոպական այս կամ այն երկրից խմբեր են աշխատել, ասեն դե նա Հայաստանը խնդրել է, մենք եկել ենք։ Հո մենք չենք եկել խառնվենք, մենք եկել ենք, ինչպես ասում են, օգնենք եւ օժանդակենք, որսի Հայաստանում կրկին անգամ հաղթի ժողովրդավարությունը։ Կեց է համաշխարհային ժողովրդավարությունը։ Տեսեք, պարոն Ապետյան, երեք տեղեկություն տարածվեց մամուլում, որ Թշնամական պետության ղեկավար Իլհամ Ալիևը
այցելել էր օկուպացված Իվանյանում այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հուշարձան եւ խոսել հայկական կողմի իբրև թե պատասխանատվության մասին, բնականաբար չէր շրջանցել այն, որ 92-ին Ադրբեջանը իր ասելով թույլ պետություն էր, այժմ լրիվ այլ իրավիճակ է, եւ թշնամական պետության ղեկավարի խոսքերին զուգընթաց հայկական կողմը մենք տեսնում ենք, որ շարունակում է խոսել այդ կեղծ խաղաղության թեզի շուրջ, ազգակործան պատվասը օրեր առաջ կարծեմ հայտարարել էր, որ սահմանին զոհեր չեն լինում այլևս, բայց արդյոք ձեզ սահմանին զոհեր չլինելու հանգամանքը բավարար է կարծել, որ մեր դեմ այլևս պատերազմ չի վարվում եւ խաղաղություն է իբրև թե հաստատվել։ Նախ ձեր ասացի մեջ երկու կարևոր ուրեմն գործոն կա։ Գործոն առաջին։ Ալևը տարբեր ացիաներում ասում է, որ 5000 Ադրբեջանի քաղաքացի անհետ կորել չկան։ Այդ ու նաև միջազգային հարթակներով 5000 ինչ որ քանի արու։ Այդ անձանց չկա ինչ ասել։ Անուագին ասում է, սպանել են կամ թաղել են կամ այրել են։ Ինչ որ մարդիկ։ Ձերք հետ մի 50000-ից ցույց է կանձի, որոնց նկատմամբ ցանկացած բան ինքը քրեական գործ կարա հարուցի եւ հետախուզում հայտարարի։ Համաձայն եք։ Ավասիկ այդ Խոջալուի վերհիշումը նաեւ օրվա հետ կապված կրկին անգամ մեզ հիշեցնում է Հայաստանի քաղաքացիներին բոլոր այն անձանց, ովքեր 88 թվականից այս կամ այն չափով մասնակցել են Արցախի ինքնապաշտպանությանը, կազմակերպմանը, մարտերին, ովքեր օժանդակել են Արցախ պետության կայացմանը, բանակի կայացմանը, ովքեր հետո մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ զենքը ձեռքին պաշտպանությանը, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալել, ովքեր գոնե նվազագույնը Հայաստան-Արցախ սահման են հատել։ Սա եւս ըստ Ալիևի օրենքի խախտում է առանց Ադրբեջանի վիզա ինչ գործ ունես դու իր պետության տարածքում, առանց Ադրբեջանի պատկան կառույցների թույլտվության դու ինչ գործ ունես Արցախում տնտեսական գործունեություն, հա, իրականացած։ Էլ չեմ ասում մնացած հոդվածները զենք, ինքնապաշտպանություն, բանակի, դա արդեն հաբեկի չես։ Պարզ եմ ասում, չէ՞, այսինքն կրկին անգամ ինքը մեզ հիշեցնում է, փաթեթով եմ տանելու։ Իմ հանքերում, այդ թվում Ուրանի հանքերում մարդիկ դաշխատեն, իրենց առողջությունը վատնեն ու մեռնեն։ Այդպես, եթե մեզ թվում է, որ այս ամեն ինչը կինո է, չէ, այդպեսի բան չկա, կինո չի, սա իրականություն է։ Պատրանքներով ապրելը չի նշանակում իրականությունը փոխել։ Իրականությունից փախնել է դա։ Հիմա երկրորդ ինչի մասին կարևոր ուրեմն շեշտադրում արեցիք։ Պատերազմը չի ավարտվել։ Ընդհանրապես ինչ բան է պատերազմ։ Եվ որ ոլորտներում է մղվում, հա, հիմա հիբրիդային են ասում, չէ՞, սովորաբար։ Ադրբեջանը դեմ հիբրիդային։ Ադրբեջանը, Թուրքիան մեր դեմ վարում են հիբրիդային պատերազմ։ Ուրեմն պատերազմը դա հասարակությունների պետական ինստիտուտների մրցակցությունն է, ասենք երկու պետությունների միջև։ Խորհրդային միությունը հավաքական արևմուտքին պարտվեց սառը պատերազմով, այն է տեղեկատվական պատերազմով։ Այսինքն տեղեկատվական պատերազմը ինքը աշխարհ ճանաչողություն, աշխարհ ընկալում, արժեքներ, կրթություն, կյանքի իմաստ նպատակ, հոգևոր արժեքներ, կրոն, կրթություն, գիտություն, հա, այս բոլորը ինքը մտնում է տեղեկատվական պատերազմի մեջ, էլեմենտներ են դրանք, մեկը փոքր, մեկը մեծ։ Տնտեսություն, իսկ տնտեսությունը ոչ թե պիտի չափել ֆինանսականով, այլ պիտի չափել ռեալ արտադրականով, սկսած ընդերքի արդյունքի անումով, վերջացած արտադրանքով, որտեղ այդ ֆինանսա վարկային ինքը ֆանտիկներ է, էլի թվեր են նկարում հաշիվների վրա, դա տնտեսություն չի։ Օրինակ հիմա Չինաստանը Ամերիկայի համար գլխացավանք որտեղ է դարձել, այդ ֆանտիկներով, թվեր նկարելով, դու կոնկրետ արտադրությամբ, ճիշտ է։ Կոնկրետ գործ։ Ամենի հզորությունը այդ ֆանտիկների ֆեդերալ ռեզերվային համակարգը մյուս երկրի տնտեսություններին իրան կապելն է,
դոլարի կուրսով, այսինքն ամենաարտադրող երկիրը։ Ճիշտ է, մի մաս հիմա դուրս անեց մեծ ֆաբրիկա Չինաստան եւ Հնդկաստանի, բայց հիմա նորից հետա չէ ուզում տանի։ Այսինքն արտադրող երկիր դառնա, արդյունահանող, ընդերքանող եւ այլն։ Ուրեմն երկրորդ ոլորտը տնտեսությունն է, ռեալ տնտեսություն։ Ուրեմն առաջին տեղեկատվություն, տնտեսություն, երրորդը անվտանգությունն է։ Անվտանգությունը սկսած սահմանների պաշտպանությունից, քաղաքացիների անվտանգություն եւ այլն եւ այլն։ Հիմա մենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ պատերազմել ենք երրորդ կոմպոնենտով, անվտանգայինով, ճիշտ է։ Մարտի դաշտ, որտեղ պետք է շփում լիներ, բախում լիներ։ Այդ բախման ժամանակ դու պարտվել ես, ինքը հաղթել է։ Բայց այդ չի նշանակում, որ ինքը հետ է կանգնել իր տեղեկատվական եւ տնտեսական պատերազմից։ Ընդ որում օրինակ եմ բերում, հայրենական պատերազմի ժամանակ բախումը գետնի վրա էր, չէ՞, անվտանգային էր։ Տնտեսությունների շփում չկար, քարոզչականով համարը չկար։ Եվ գետնի վրայի հաղթանակն էր որոշում հետո այդ պետությունը մյուս պետության հետ ոնց է հարաբերում, ինչքան ուժեղ է, ինչքան է նվաճելու, համաձայն եք։ Հիմա այդպես չի։ Հիմա անվտանգայինով Ադրբեջանը հաղթել է Թուրքիայի հետ միասին։ Ինքը մտել է պատերազմի հաջորդ փուլը, տնտեսական եւ տեղեկատվական։ Բայց որպես այդտեղ էլ հաղթի, ինքը առավելագույն կոնտակտ չէ պետք ունենա մեր հետ։ Եթե չկա կոնտակտ, էլ ոնց ես նվաճում։ Չէ, ինչ ասելա կոնտակտ։ Օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան տնտեսությամբ առավելագույն պիտի ներկայացված լինեն Հայաստանում։ Համաձայն եք։ Որպեսզի կախվածություն լինի։ Կախվածություն, հետո այդ ոլորտները վերցնում են, հետո ինքն է թելադրում։ Ինքն է որոշում գազ մտնելու Հայաստան եւ ինչ գնով, ինքն է որոշում այդ ջրի խողակը, որ բացես ջուր գալու է, թե չի գալու, ինքն է որոշում քո հացի գինը ինչ ալնելու։ Գիտեք, այդ ջրի խնդիրը կարծես արդեն ունենք։ Պատկերացնում եք, եզակի դեպքերից է, որ ջրով ինքնաբավ ես, չէ՞ դու։ Բայց այսօր մենք գիտենք, չէ՞ ինչ է կատարվում, ինչու, որտեվ ուղղակի ջուր օգտագործող իրավական սուբյեկտները հարկային դաշտից խուսափեն, չեն ներկայացնում, որ ջուր են օգտագործում։ Եվ ասում ես 50-60% ջրի կորուստն է, բարև ձեզ էլի։ Բարև ձեզ։ Հələ մի հատ նորմալ կառավարություն, որը խնդիրը ուներ, որ ջրի կորուստ չլներ, 5-10%-ից ավել չէր լինի։ Մնացածով ջուր է օգտագործում, սկսած հեկերից, ջեկերից, բանի Սևանի մակարդակի իջացնելուց, ոռոգումից, ինչ հեքիաթներ են պատմում։ Այդ բաները, դեգեներատները։ Հիմա գալիս են ուրեմն տնտեսությունը։ Այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանին պետք է մեզ մաքսիմում մեր հետ շփվել։ Տնտեսության բոլոր ոլորտներում ինչ մտքով տասնում է։ Որտեղ որ մտնում են, ինքը ունի գերիշխանություն, թելադրողի իրավունք, որտեղ անվտանգայինով ինքը հաղթել է։ Այսինքն դու հենց մի քիչ փորձում ես դիմադել, մի հատ գլխիդ ուտում ես։ Կամ ուտելու սպառնալիք, այսինքն մահակը նայում ես վերևից, հիմա գլխիդ գալու է։ Նիկոլն էլ ասում է Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորվելու են։ Ահա, այսինքն խնդիր է դրված էներգետիկ համակարգը Ադրբեջանի պիտի կառավարի Հայաստանին, որի համար պետք է փակվի ատոմական, որտեղ ատոմականը 30%-ից մինչև 40% մեր երկրի հոսանքի կարիքների համար արտադրում է հոսանք։ 30-ից 40 դու լուրջ, այսինքն դու էներգետիկ առումով ինքնիշխան ինքնաբավ երկրի ես 40% բերանով ես ասում։ Ընդամենը մեր դաշնակից Ռուսաստանը ինչ անում ես։ Ուրանն է տալիս եւ սպասարկում է մերթ։ Բայց քեզանց ոչինչ չի ուզում, չէ՞։ Հիմա երկաթուղին հեծը ուզում են չէ խլեն։ Մեծ հաշվով Թուրքիային են տալու։ Այսինքն Թուրքիան ճանապարհների կոմունիկացիաները իր հսկողության տակ ալնելու։ Հոսանքը իր հսկողության տակ ալնելու։ Գազը Ադրբեջանը կանալնելու, բացեցի Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ, թուրքական արտադրանքը իշխում է Եվրոպայում, հարգելիս։ Թուրքիան նորից եմ կրկնում, թուրքական շատ ոլորտների արտադրանք ոչ միայն սնունդ։ Եվրոպայում իրենք են որոշում, որտեղ շատ տեխնոլոգիաները հիմնականում եվրոպական են, հաստոսները, թուրքերը գնացին Եվրոպաները հիմնականում Գերմանիայում սովորեցին, ցեխավիկները հետո եկան իրանց մոտ արդեն գործարաններ կառուցեցին։ Ինքնարժեքը ցածր է Թուրքիայում։ Ապրանքը մրցակցային է Եվրոպայում։ Բա քո մոտ ինչ ալնելու։ Քո գյուղմթերքը մի անգամից փակվում է, ուրիշ արտադրություններ ռեալ չունես, մանրներ մերկու բան։ Այսինքն Թուրքիան Հայաստան տնտեսությունը ամբողջովին վերցնելու է։ Տնտեսական էքսպանսիա։ Այսինքն տնտեսականում ինքը գրավում է։ Հաջորդը գալիս է տեղեկատվական։ Տեղեկատվականը հիմա է ինքը վարում։ Այսինքն Արցախի թեմա պետք չլինի։ Վեհապար Հայրապետի դեմ երբ սկսեց հիշեք եւ ինչու սկսեց։
Շվեյցարիայի Բեռն քաղաք ելույթից հետո։ Դրանից առաջ մի երկու օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուքյուր Փաշազադեն խոսեց այդ թեմայով տերորիստ, էքստրեմիստ, Արցախի պահով եւ այլն, ռևանշիստ եւ այլն։ Վեհապար Հայրապետը խոսեց Շվեյցարիայի Բեռնում, որտեղ ինչ էր տեղեկատվականի հիմնական կարևոր երկու կոմպոնենտներ Արցախ, իր այդ փոխկապակցված եւ ցեղասպանություն, համաձայն եք։ Եվ սկսեց տեղեկատվական արշավը այն ինստիտուտի նկատմամբ եւ այդ ինստիտուտի առաջնորդի, որը կոչվում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցի։ Իդեպ այդ արշավի օրինակ էր հենց նաեւ իմ նշածը Ալիևի այդ հուշարձան կեղծ ցեղասպանություն։ Հայրը ցեղասպանեն իրենք պաշտպանվել։ Այո, ընդ որում ես պետք է հիշեցնեմ, որ հենց ադրբեջանցի Այազ Մութալիբովն էր խոստովանել, որ այո, իրենց Խոջալոյի դեպքերը դա Ադրբեջանի հատուկ ծառայությունների եւ զորքերի գործողությունների արդյունքում։ 88-90 թվերին Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ Ադրբեջանի այլ հայաշատ վայրերում այլ նկատմամբ ազգային պատկանելիության հողի վրա բռնություններն ու սպանությունները ինչ են։ Այդ չեն հիշում, չէ՞, այդպես բան չի եղել երևի։ Եվ հետաբար ես նորից եմ ասում, մեր դեմ այսօր նվազագույնը Թուրքիան, Ադրբեջանը պատերազմում են տեղեկատվական եւ տնտեսական։ Գետնի վրա հաղթել են, հա, անվտանգային հաղթել են։ Եվ իդեպ հենց այսօր կարծես այդ ջարդերի հերթական տարելիցներ։ Իհարկե, վստահաբար այո։ Դա օգտագործում է, դա ինքը տեղեկատվականով է, չէ՞։ Հիմա նայեք, եթե իմ ասածը փորձենք պրոյեկտել ավելի մեծ, որովհետեւ մեզ լսողների համար པարզ լինի եւ այս խելոքները, որ ասում են մենք եկել ենք խաղացում բերենք կռիվ չլինում, հեքիաթ, տգիտություն, տխմարություն ու ոչ ավել ու ոչ պակաս։ Պատերազմ մեզ պայ գետնի վրա շարունակվում է տնտեսականով եւ տեղեկատվականով, որի վերջնա նպատակը այս պետության չգոյությունն է։ Հա։ Հիմա եկեք նայենք Ռուսաստան հավաքական արևմուտք։ Այն մտքի գիգանտներ կային իրանց վերլուծաբաններ, փորձագետներ, ռազմական, որ հեսա ուկրաինական տանկերը բարձրանալու են Կրեմլի աշտարակների վրա, եթե հիշում եք։ Հրապարակումներ լայվեր էին մտնում։ Իսկ ասում եմ, եղա դες մարդը ավտոմատի դերն ու հետևը չգիտի Նիկոլի նման։ Եկեն էս բաներից է խոսում։ Հիմա ասեմ, այն Ավանի համապատասխան հաստատությունում այդ մահճակալի կողքը միատել քեզ ուղարկենք, չէ։ Իդեպ այդ պատերազմը կարծես թե ավելի երկար է ձգվում։ Ինչու՞, այ հիմա նայեք, այդ հիբրիդայինը հիմա ուշադրություն դարձեք։ Գետնի վրա կա չէ անվտանգային բախումը, անվտանգային ոլորտով պատերազմը գնում է։ Բայց դրան զուգահեռ ես հիմա խեմ պրոյեկտում, որ մեզ լսողների համար նաև ընկալելի լինի։ Գնում է նաև տնտեսական եւ տեղեկատվական, համաձայն եք, որի արդյունքում Ռուսաստանի դեմ ճամբարը ինչ անում, մասնատվում է, ընդունում եք, որ հիմա լրջագույն հակասություններ կան այդ ճամբարի ներսում, տնտեսական առումով, օրինակ Հունգարիա, Սլովակիա, Չեխիա, նաև քարոզչական առումով կան։ Հələ էսի տնտեսական իհարկե, բնականաբար նաև քարոզչականով է։ Այսինքն այդ ճամբարը մասնատվել է, վստահաբար մասնատվել է։ Հո Ռուսաստան, Բելարուս միությունը չի մասնատվել, ամուր ոնց կա, չէ։ Նաև Միացյալ Նահանգներ, Եվրոպա։ Ինչպես։ Միացյալ Նահանգներ, Եվրոպա։ Այս համատեքստում Ռուսաստանի դեմ հակամարտության առումով։ Իհարկե։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Այդ նույն ճամբարն է, մենք միջետ ինչ ենք ասում, հավաքական արևմուտք, չէ՞, որ մեջ նաև Միացյալ Նահանգներն է, չէ՞, որը այսօր չկա։ Այսինքն այդ ճամբարը քանդվել է, ընդունում եք։ Այսինքն Ռուսաստանի խնդիրը այդ ճամբարը նաև մասնատելն է։ Հիմա մասնատելը մեկ, տնտեսական խնդիրները ճամբարի ներսում կա, ընդ որում հակասությունները օր-օրի մեծանում է։ Համաձայն եք։ Օրինակ, մի փաստ 3 օր առաջ Եվրոպան տինթուներ թիվը չեմ հիշում գումարի քանի միլիարդ դոլար Ուկրաինային օգնություն տալու որոշում չկայացրեց, որովհետև Հունգարիան դեմ կանգնեց։ Փաստ ենք չի արձանագրում։ Այսինքն տնտեսական առումով բաղադրիչ չէ, Ռուսաստանը այստեղ հաղթում է, որովհետև իր հակառակորդի ճամբարում կան լրջագույն հակասություններ, որը աշխատում է իր օգտին։ Հիմա քարոզչական առումով նվազագույն իմ նշած երկու պետությունը, Հունգարիան եւ Սլովակիան,
Եվրամիության, ինչպես ասում են, անկյուն են քշել։ Հունգարիայի ղեկավար Օրբանը ամիսներ առաջ բավական հետաքրքիր հայտարարություններ արել, որը որ մինչև հիմա հիշում եմ ես, նշելով, որ իրենք հիշում են 56 թվականը։ Այն էլ ոնց կարան մոռանան։ 56 թվականին հունգար ժողովրդին օգտագործեցին խորհրդային միության դեմ, 68-ին էլ Չեխիան։ Այն ժամանակ Չեխոսլովակիա էր, չէ՞, դու սլովակներն էլ են հիշում, գծվել է, հասկանում եք դուք։ Այսօր պատահական չի, որ Սլովակիա Հունգարիա է։ Այսօր Եվրամիության, այսպես ասենք, այդ մոնոլիտ ճամբարի դեմ։ Իրանք իրանց գծվել է եւ սովետական տանկերի տակ մնալ լավ են հիշում։ Ինչքան կարելի է գծվել։ Հիմա լասում են չեն գծվում ու վերջ։ Այսինքն 1-2 փորձառությամբ իրանք իմաստնացած են, չէ՞, վստահաբար։ Իդեպ հունգարները գծվեցին նաեւ բանի ժամանակ։ Նացիստական Գերմանիայի Վերմախտի ամենահավատալի դաշնակիցներն էին։ Ստալինի առանցին հրաման կա հունգարական ստորաբաժանումները, եթե շրջափակման մեջ են ընկնում, գերի վերցնել չկար, գնդակարում էին բոլորին։ Բուդապեշտը վերցնելուց վականին ծանր հիշողություններ ա մնացել հունգար ժողովրդի մեջ, իդեպ ասեմ, վատ իմաստով։ Եվ այսօրվա Օրբանի քաղաքականությունը ինքը պատմական փորձի վրա է հիմնվում։ Օրբանը այդպես անհատականություն չի, որ հասկանում է, որը որ չէ, իրենք հրաշալի գիտեն, ինչ ասելա գծվել։ Ի տարբերություն Օրբանի եւ հունգար ժողովրդի մենք ցավոք սրտի այդ գծվելու բաներից հեռու ենք։ Մենք հələ գծվեցինք շատ վաղուց, հələ ես չեմ գնում 1916-21 թիվ Կիլիկիայի հայություն Ֆրանսիայից գծվեցինք, ռեալ կորցրեցինք 100,000 կոտորած 400,000 փախստական։ Գծվեցինք 2022-ի հոկտեմբերի 6-ին նույն Ֆրանսիայից եւ Եվրամիությունից, երբ որ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս եւ Ալիևին իրավունք տրվեց հակաաբեկչական գործողություն անել Ադրբեջանում, հակառակ դեպքում իր տարածքում Արցախի դեմ, հակառակ դեպքում ինչ չէր անի։ Ադրբեջանը կռվի չէր գնա, որտեղ ուներ 4 խոչընդոտող փաստաթուղթ, 4 երրակողմը։ Պուտինի ստորագրությունը ոնց ինքը պետք է համարել։ Միակ հնարավոր տարբերակը, որ ասել ես չեմ պատերազմ, այնտեղ ահաբեկիչներ են։ Ահավասիկ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, բայց գործունի զինված դրանից հետո սկսվեց բլոկադան։ Վստահաբար, այո, հոկտեմբերի 6 եւ դեկտեմբերի 2-ին։ Այսինքն 2 ամիս հետո բլոկադան սկսեց։ Դեկտեմբերի 2, դեկտեմբերի 12 հետո գնաց մինչև Հակարի կամուրջ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ այսօր օրվա իշխանությունները լծակից են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի սպասարկման այստեղ։ Մարդիկ, անհատները, կուսակցությունները, փորձագետները դիմադրում են, բայց կառուցվածքային առումով այդ դիմադրությունը չկա։ Միակ դիմադրությունը կառուցվածքային առումով որպես ինստիտուտ ազգային, այդ եկեղեցին, այդ դրա համար եկեղեցին հոգևոր առաջնորդը թիրախավորված է։ Նիկոլը Գործիկա թիրախավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Ասում եմ ձեզ ուշադրություն դարձեք վեհապար հայրապետի հայտնի խոսքը Շվեյցարիայի Բեռն քաղաքում, եթե լուրջ նայենք, ապա մեզ համար մեծագույն ազդակ է, որ Ադրբեջանը Թուրքիան ղեկավարությունը հասկացել են, որ իրենց ծրագրերի կյանքի կոչելու Հայաստանում ռեալ խոչընդոտ այդ ինստիտուտն է։ Իր ցանցային կառույցով ամբողջ աշխարհում։ Հետաբար ինստիտուտը չեն կարող գոլորշացնել, մնում առաջին դեմքին փոխեն հոգևոր առաջնորդին եւ կառավարելի մեկին բերեն։ Իրականում բավականին հետաքրքիր զարգացումներ կան նաև Հայաստանի շուրջ։ Շարունակվում են բանակցությունները Մերձավոր Արաբելյան այս ճգնաժամի համատեքստում, Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, բայց կարծես թե կողմերը նորից չեն գալիս այդ հանգուցալուծման եւ գործընթացը ձգձգվում է։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Դոնալդ Թրամփը իրականում պատրաստ է հարված հասցնելու, բայց իր խնդիրը այս պայն հաշվարկներն են։ Եվ ինչպիսի հետևանքների նա կհանգի։ Ռազմական առումով նա պատրաստ է, որովհետև այդ կոնտինգենտը արդեն տեղակայված է, որը բազմաթիվ գնահատականներով նույնիսկ ավելին է, քան 2003-ին Իրաք ներխուժելու ժամանակ։ Եվ
Եվ այստեղ միակ խնդիրը Դոնալդ Թրամփի համար այդ քաղաքական հետևանքներն են։ Եկեք այսպես նայենք, հա, ուրեմն Իրաք ներխուժում եւ Իրան զուգահեռեցիր, չէ՞։ Ուրեմն Իրաքում Միացյալ Նահանգները գնել էին գեներալիտետի մեծ մասին։ Մեկ։ Սա շատ կարևոր է։ Զուգահեռենք Վենեսուելայի հետ։ Անվտանգության պատասխանատուն եւ փոխնախագահ։ Երկու անձ, որոնք իրավունք ունեն հրամանով անջատել հոբ համակարգերը, որը անջատվել էր Կարակասի երկնքում։ Սա իգիտություն ընդունենք։ Երկրորդ Իրաքում ինչ եղավ, բացի այդ գեներալների մեծ մասը, որ ծախվեցին, ամերիկյան օդուժի դեմ բարձրացան ֆրանսիական արտադրության միրաժները, որը Իրաքի ղեկավարությունը գնել էր Ֆրանսիայի։ Եվ գիտեք ինչ եղավ, այդ միրաժները չկրակեցին, հրթիռ չէր արձակվում, օդաչուն սխվում էր, հրթիռը ասում էր չէ մի րոպե ապե, ես չեմ գնում, հիմա հավես չունեմ, մի բաժակ սուրճ խմեմ, հետո կգնամ, իսկ գիտեք այդ ինչ էր, չիպեր էր դրված այդ ինքնաթիռների, այսինքն տիեզերանավից ազդանշան որ գալիս է, բլոկ է դրվում այն հանգուցին, որը որպտի աշխատացնելուց հրթիռ բաց թողի։ Արգելում է ու վերջ։ Այդ հրթիռները մնացին միրաժների վրա եւ խփվեցին։ Ինքնաթիռների մեծ մասը երկինք բարձրացող Իրաքի օդաչուների իրանց ինքնաթիռներով խփվել են, որտեվ հրթիռ չի գնում։ Որտեվ այդպես է, ինչպես ասում են։ Հիմա Իրանի դեպքում նայենք։ Ես չեմ բացառում, որ Իրանում էլ ինչ որ գումարի դիմաց, բայց մի բան կարևոր է, իրաքյան հասարակությունը ինքը նյութական հասարակություն էր, Սադամը։ Հիմքը Ղուրանը չէր, կրոնականը չէր։ Ինչ-որ պահի բավական հարուստ երկիր էր։ Դե հիմա հարստություն ասում է, ունես $1, կարաս ունես $100։ Գինդ ինչ է ասա, այդ $100 տալիս եմ, այս բանը պիտի անես։ Իրանական հասարակությունը այդպեսին չի, կրոնապետությունն է նախ, Ղուրանի վրա հենված եւ մարդիկ իրենց կյանքի իմաստը Աստծուն ծառայելն է, Ալլահին եւ դրախտում հայտնվելն է, լրիվ տարբեր։ Իրաքում ասում են շատ փող ունենաս, որ կայֆեր կայծերը շատ լինի։ Իրանում ասում են լավ ծառայես, որ տեղ ունենաս դրախտում Աստծու բան կողքին։ Չէ՞, զգում եք տարբերությունը, հետաբար իրանական հասարակությունը ազգային պատկանելիության եւ կրոնականը կապ չունի։ Իրենք, այսինքն դավաճանելը եզակի դեպքեր կարող լինել, մեկ, երկրորդ Իրանը ինքնաբավ երկիր է իր ռազմաարդյունաբերական համալիրով, հրթիռներ, ինքնաթիռներ, ինչ էլ որ նորագույնը չունի, չի գնել Ֆրանսիայից, որի միրաժները երկնքում հրթիռ բաց չթողեն։ Գնել է Ռուսաստանից, Չինաստանից, որոնք իրենց դաշնակիցներն են, այսինքն նման կիքսեր չեն լինելու, հա, ուրեմն այս երկու զուգահեռը։ Եվ ամենակարևորը հիմա ըստ իս կարծում եմ Տրամպի համար ոչ լավ ժամանակներ են Իրանի հետ կապված։ Ինքը չի ուզում պատերազմել։ Ինչու՞։ Ինչ ասելա պատերազմ, այսինքն այս ռազմական գործողությունը ինչ պիտի անի։ Բուն նպատակը ոչ թե Թեհրանը գրավելն է կառավարության շենքի վրա ԱՄՆ-ի դրոշ դնելը, այլ իշխանափոխությունը։ Այաթոլաների կառավարման ինստիտուտը վերացնել, որտեղ երկու փորձը միտված էր դրան, մեկ են 12 օրվա ռազմական բախումը, մյուսը վերջերս դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Հիմա այդ հրթիռակոծումը եւ օդուժի կողմից գրողները, ներսում պայթյունները, հրդեհները, փողոցները լցվելը, այս բոլորը քաոս ստեղծելուն են միտված, որ Իրանի ենթադրենք հոգևոր քաղաքական ռազմական առաջնորդներն էլ եթե հնարավոր լինի ֆիզիկապես վերացնել, ապա իշխանությունը որպես այդպիսին մոնոլիթ չլինի, քաոս լինի եւ մեկ էլ ինչպես ասում են, տանկի վրա նստած Իրանի նախկին շահի որդին մտնի Թեհրան, ասենք մոտապես էսպես էլի, այդպես մի քիչ գունավորելով եմ ասում, բայց դա չի լինելու։ Ինչու՞։ Որտեղ նույն Միացյալ Նահանգները, երբ որ հորդորեցին նույն Տրամպը խնդրեց, հորդորեց, որ ձերբակալված մի քանի հազար անձինք, որոնք մասնակցել են փողոցային անկարգություններին, այդ թվում նաև զենքով, եւ որոնք մավան էին դատապարտվել, այդ վճիռը, դատավճիռը ի կատար չածվեր, բայց
արվեց, գնդակարվեցին, այդ մի քանի հազար հոգի, այսինքն այս առումով Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեոր ղեկավարություն չի սեթևեցնում, հրամանեկա պետության դեմ են փաստական ապացուցված է, որ գործողություններ արել, վերջ, վճիռը կա այս վիճակում գնդակարություն ֆիզիկապես ոչնչացնում են։ Հիմա Տրամպը մի կողմից մտածում է, եթե մի փորձ էլ անի, երրորդ փորձը, եւ սա էլ ձախողվի։ Նոյեմբեր ամիսը գնալով մոտենում հասկանում եք դուք, հիշենք, Միացյալ Նահանգներում կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Սա հանրապետականի համար կարող է բախտորոշ լինել, վճռորոշ լինել։ Բարձ եմ ասում, չէ՞։ Որովհետև դրանից հետո, եթե հանրապետական պարտիան դեմոկրատները հաջորդ օրը սկսում են անվստահության impeachment-ի գործընթացը, որը կարող է այդ բան հաջողություն չունենա, բայց դա քարոշչական առումով դառնալու են հաղթաթուղթը, որ դեմոկրատները մինչև հաջորդ նախագահական ընտրությունները շրջանառության մեջ պահել են, տակ են պահելու այդ թեման, էլի։ Հետաբար Տրամպը մի կողմից փորձում է իրանական նավթը Չինաստան ամեն ինչ անել, որ չգնա։ Գնել է նավթի, եթե գործողություն եղավ բարձրացնել, որը ուղղակիորեն հարված է Չինաստանի տնտեսությանը, որտեղ ԱՄՆ-ի համար ստրատեգիական առումով մի խնդիր կա Չինաստանի տնտեսություն որպես իրան մրցակից։ Իրեն մրցակից է Ռուսաստանը անվտանգային առումով, ուժային առումով, բայց այդ չի կարող չեզոքացնել, որտեղ Ռուսաստանը ունի միջուկային զինանոց տրիադա ունի։ Հնարավոր չի։ Բայց փոխանը տնտեսական առումով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հետ չի կանգնել այն մտքից, որ Չինաստանի տնտեսությունը կարելի է ծնկի բերել։ Եվ եթե ծնկի է բերում, ինքը աշխարհը բաժանում է մեկ պետության հետ կիսվելով Ռուսաստան, որտեղ ինքը համար մեկն է։ Ինչու՞։ Որտեղ Միացյալ Նահանգների տնտեսությունը կարգով եւ ավելին ոլորտներով ավելի հզոր է, քան Ռուսաստանը, ակնհայտ է, չէ՞։ Բնականաբար։ Եվ Չինաստանի հետ Իրանը ունի կնքված $1 տրիլիոնից ավել նավթի արկու վաճառքի պայմանագիր, դա բավական լուրջ թիվ է, էլի։ Հիմա Իրանում իշխանափոխություն ինչ է, հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Այդ պայմանագիրը չեղարկել, համաձայն եք։ Վենեսուելայում նախագահի գերեվարելն ու առևանգելը մի քանի օր հետո բերեցին չին, որ Կուբան նավթ սկսեց չգնել, չէ՞, որտեղ արգելեց։ Բայց հիմա ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկ Ռուբիոն ինչ ասում։ Ասում մենք նավ կտանք Կուբային, հոյ ժողովրդի թշնամի չենք, բայց կոմունիստական վարչակազմը պետք է փոխվի, այսինքն ժողովրդին ստիպում է, որ դուրս գա իշխող վարչակազմի դեմ փողոց, չէ՞։ Ասում են նավթը կտանք, կոնֆետներ կտանք, խմորեղեն կտանք, բան էլի ինչ լավ բան է սիրում Կուբայի քաղաքացին, ամեն ինչ կտանք, բայց այդ վարչակազմը չլինի։ Հիմա ինքը նույն բանը փորձում է Իրան հետ անել, չի ստացվելու այդ, վստահաբար եմ ասում։ Դա Իրանը Վենեսուելա չի, ոչ էլ Կուբա, ըստ էության։ Բայց նպատակը նույնն է, հա, ես զուգահեռեցի Վենեսուելայում փոփոխություն, Կուբայի նավթ չտալ։ Իրանում փոփոխություն, եթե ստացվի, Չինաստանին նավթ չտալ։ Եթե նշանակում Չինաստանի տնտեսությունը շատ արագ ինչ արվելու, խնդիրներ ա լուրջ ունենալու, որտեղ հոսանքի արտադրության 80%-ը Չինաստանի նավթի վրա է նստած։ Առանցն էլ Վենեսուելայից կտրվեց, չէ՞, վենեսուելական նավթն էլ չէ գնում տանկերներով Չինաստան։ Դե հիմա իրանականն էլ չի գնա։ Եվ մեծ հաշվով ԱՄՆ-ը իր համար ստրատեգիական խնդիրը լուծած կլինի։ Իսկ թե հարավային Կովկասում ով պիտի լինի, բան այդ Ռուսաստանի Պոզդամի կոնֆերանսը Տրամպ ասելու է ես իրավահաջորդն եմ ԱՄՆ-ի նախագահների, որոնք Գերմանիային ծնկ են բերել, Պոզդամի կոնֆերանսի տակ ստորագրություն դրել են, հա հետ խորհրդային տարածքի 14 հանրապետություն Ռուսաստան քաղաքական անվտանգային առումով կոնա տնտեսական ես էլ եմ մտնում։ Ռուսները սկզբունքորեն Ռուսաստանի դեմ չի։ Եվ դրա համար Նիկոլը արդեն սկսել է անկանոն շարժումներ, այո, անկանոն շարժումներ անել։ Երևի իմացել է դրա մասին։ Իրական բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, ինչպես մենք քննարկեցինք այս թողարկման շրջանակներում, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, որոնք ըստ էության փոխկապակցված են մեծ հաշվով, եւ թերևս այսօր այսքանով ամփոփենք, հիշեցնեմ սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաշմերուկ podcast-ի հերթական թողարկումներ Հայաստանում այսօր ցավոք սրտի, ինչպես թողարկման ընթացքում նշեցի, շարունակվում են քաղաքական բռնաճնշումները, ունենք տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որոնց մի մասը տնային կալանքի ռեժիմում է, մի մասը բանտային կալանքի ռեժիմում է,
Ազատություն մաղթենք Նարեկին Վազգենին, սրբազաններին եւ ռեժիմի բոլոր քաղաքական կալանավորներին։ Ազատություն բոլորին։ Այո, շնորհակալություն։